Ողջույն։ Գրեթե 3 միլիոն երեխա տվյալներ 40 երկրից ու դիտարկումների կեսդար։ Այս ամենը կոնկրետ մեկ հարցի պատասխանը ստանալու համար, ովքեր են սննդային ալերգիաների առաջացման ռիսկի խմբում։ JAMA Pediatrics ամսագրում հրապարակվել է տարբեր ժամանակներում անցկացված 190 հետազոտություն միավորող լայնածավալ մետաանալիզ։ Գիտնականները վերլուծել են 2.750.495 մարդու տվյալներն ու ռիսկի ավելի քան 300 պոտենցիալ գործոն։ Սակայն համոզիչ ապացույցներ հաջողվել է ստանալ միայն դրանց մի մասի համար։ Ամենահուսալի ազդանշանները կապված են այսպես կոչված ատոպիկ մարշի, այսինքն վաղ տարիքում ալերգիկ հիվանդությունների հաջորդական զարգացման հետ։ Եթե կյանքի առաջին տարում երեխայի մոտ ախտորոշվել է ատոպիկ դերմատիտ, սննդային ալերգիայի ռիսկը զգալիորեն բարձր է։ Այդ թվում որքան ծանր են դրսևորումները, այնքան բարձր է հավանականությունը։ Ալերգիկ ռինիտն ու կոնյուկտիվիտը նույնպես մեծացնում են ռիսկը։ Առանձին ուշադրություն է դարձվել մաշկին։ Նշանակալի ֆակտորներ են մաշկային բարիերի միջոցով խոնավության բարձր կորուստն ու մաշկի ամրության համար պատասխանատու ֆիլագրին գենի տատանումները։ Սա հաստատում է վարկածը, համաձայն որի արտահոսող մաշկը կարող է դարպաս դառնալ սննդային ալերգիաների նկատմամբ զգայունության համար։ Կան գործոններ, որոնց վրա պոտենցիալ կարելի է ազդել։ Գետնանուշից ձկան հավկիթի եւ մրգերի ուժ ներմուծումը սննդակար կապված է ալերգիայի առաջացման բարձրացված ռիսկի հետ։ Կյանքի առաջին ամսում համակարգային հակաբիոտիկների կիրառումը ավելացրել է ռիսկը գրեթե 4 անգամ, հավանաբար միկրոբիոտայի ձևավորման վրա ազդեցության պատճառով։ Այլ գործոնների շարքում են արական սեռը, առաջին երեխա լինելը, ալերգիայի ընտանեկան անամնեզը։ Եթե երկու ծնողներն էլ տառապում են սննդային ալերգիայով, երեխայի համար ռիսկը կրկնապատկվում է։ Կեսարյան հատումը մեծացնում է հավանականությունը մոտ 16%-ով, ծնողների տեղափոխությունն ու սևամորթ լինելը նույնպես կապված են ավելի բարձր ռիսկերի հետ, հավանաբար գենետիկական, սոցիալական եւ միջավայրային պատճառների բարդ համադրության պատճառով։ Ընդ որում, մետաանալիզը չի հաստատել մի շարք տարածված ենթադրություններ։ Ցածր քաշով ծնվելը, ուշածին հղիությունը, խառը կերակրումը, մոր սնունդը հղիության ընթացքում ստրեսն ու ընտանիքի եկամուտը վիճակագրորեն նշանակալի ազդեցություն ցույց չեն տվել։ Հետազոտության հիմնական եզրակացությունն այն է, որ սննդային ալերգիան ձևավորվում է բազմաթիվ գործոնների համադրությունից։ Գենետիկան, մաշկային բարիերի վիճակը, միկրոբիոտան, միջավայրն ու ընտանեկան կոնտեքստը գործում են միասին։ Ու որքան ճշգրիտ ենք մենք հասկանում այդ մեխանիզմներն, այնքան ավելի շատ հնարավորություններ ունենք բուժումից կանխարգելման անցնելու։ Արտահայտված ճարպակալմամբ մարդկանց յուրաքանչյուր երրորդ հոսպիտալացումը ծանր ինֆեկցիաների կապակցությամբ ոչ թե պատահականություն է, այլ օրինաչափություն։ The Lancet ամսագրում հրապարակվել են լայնածավալ կոհորտային հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս ճարպակալումը զգալիորեն բարձրացնում է ծանր ինֆեկցիաների հոսպիտալացման ու մահվան ռիսկը։ Այդ թվում ռիսկը մեծանում է ճարպակալման աստիճանի աճի հետ միասին։ Աշխատանքը ղեկավարել է Հելսինկիի համալսարանի թիմը։ Գիտնականները վերլուծել են երկու խոշոր ընտրանքի տվյալները, որոնք ներառում են գրեթե 68,000 մարդու Ֆինլանդիայում եւ UK Biobank-ի 479,000-ից ավելի մասնակիցների։ Ուշադրության կենտրոնում է եղել 925 ծանր ինֆեկցիոն հիվանդություն։ Առաջնային վերլուծությունը ցույց է տվել, որ երրորդ աստիճանի ճարպակալման մարդկանց մոտ ծանր ինֆեկցիաների ռիսկը գրեթե 3 անգամ ավելի բարձր է առողջ քաշով մասնակիցների համեմատությամբ։ Նույնիսկ տարիքի եւ սեռի համար ճշգրտումից հետո ռիսկը մնում էր բարձր մոտ 1.6-ից 1.7 անգամ։ Կարևորը, որ արդյունքները համընկել են ավելորդ քաշի գնահատման տարբեր եղանակների, մարմնի զանգվածի ինդեքսի, գոտկատեղի շրջագծի ու գոտկատեղի եւ հասակի հարաբերակցության դեպքում։ Սա նվազեցնում է վիճակագրական սխալի հավանականությունն ու ամրապնդում եզրակացությունը։ Ամենաարտահայտված ասոցիացիան բացահայտել է մաշկի եւ փափուկ հյուսվածքների ինֆեկցիաների համար։ Ռիսկը եղել է գրեթե 3 անգամ ավելի բարձր։ Ամենաթույլը սուր ֆարինգիտի եւ տոնզիլիտի համար, ընդ որում միավի եւ տուբերկուլյոզի հետ կապ չի հայտնաբերվել։ Առանձին կարևոր արդյունք է այն, որ քաշի փոփոխությունը ազդում է ռիսկի վրա։ Ֆիննական կոհորտում մարմնի զանգվածի նվազումը ուղեկցվել է ծանր ինֆեկցիաների հավանականության նվազմամբ, իսկ աճը ռիսկի մեծացմամբ։ Հիվանդությունների գլոբալ բեռի տվյալների վերլուծությունը ցույց է տվել խնդրի ծավալները։ 2023 թվականին ինֆեկցիոն հիվանդությունների հետևանքով գրանցված 5.4 միլիոն մահվան դեպքերից մոտ 600,000-ը կապված էին ճարպակալման հետ։ COVID-19 համավարակի ժամանակ նման դեպքերը հասել են մոտ 2 միլիոնի։ Աշխարհագրորեն մահացության ամենաբարձր ցուցանիշները, որոնք ասոցացված են ճարպակալման հետ, արձանագրվել են Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արևելքում ամենացածրը Հարավային Ասիայում։ Այս կապի կենսաբանական բացատրությունը լավ հայտնի է։ Անատոմիական առանձնահատկությունները, քրոնիկ բորբոքումը, մետաբոլիկ խանգարումներն ու իմունային պատասխանի փոփոխությունները ստեղծում են պայմաններ, որոնցում պաթոգենների համար ավելի հեշտ է տարածվել, իսկ օրգանիզմի համար ավելի դժվար է պաշտպանվել։ Հետազոտության հիմնական եզրակացությունը դուրս է գալիս մետաբոլիկ եւ սիրտանոթային ռիսկերի շրջանակներից։ Ճարպակալման կանխարգելումն ու բուժումը կարող է նվազեցնել ոչ միայն շաքարային դիաբետի կամ սրտամկանի ինֆարկտի հաճախականությունը, այլև ինֆեկցիոն հիվանդությունների ծանրությունը։
Իսկ պատվաստումների եւ ինֆեկցիոն վերահսկողության ծրագրերը հավանաբար պետք է հաշվի առնեն բարձր ռիսկն այս խմբում որպես հանրային առողջության եւս մեկ կարևոր գործոն։ Միջուկային պատերազմից հետո մարդկությունը գոյատևում է, ուղեցրում։ 100-ը սերիալը գիտական ֆանտաստիկա է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ ավերված երկիր են ուղարկում 100 անչափահաս իրավախախտի ստուգելու համար արդյոք մոլորակը կրկին հարմար է ապրելու համար։ Տիեզերական կայանը խեղդվում է ռեսուրսների պակասից ու գիտափորձը վերածվում է գոյատևման համար պայքարի։ Սերիալի արտաքին դրամայի տակ ապագայի գրեթե լաբորատոր վերլուծություն է՝ ճառագայթմամբ, մուտացիաներով, թթվածնի պակասով, սահմանափակ էկոհամակարգերով ու խիստ սոցիալական որոշումներով։ Ով ունի կյանքի իրավունք։ Հնարավոր է պահպանել բարոյականությունը, երբ ռեսուրսները վերջավոր են, ու որքան արագ է քաղաքակրթությունը հետ ընթաց ապրում դեպի ցեղախմբեր։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։